Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերերը կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Սկսում ենք հետևյալը. Ջրաշեն գյուղի դպրոցում տեղի ունեցել բռնության դեպք, 13 տարեկան տղան ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի հիվանդանոց, դպրոցի մանկավարժական կազմը փորձել է թաքցնել իրական հանգամանքները, կատարվում է նախաքննություն։ Եվ ինչպես դուք հաղորդումից առաջ ինձ ասացիք, փաստորեն Հոսեփ Խուշուձյանը իր էջում գրել է նաև այն մասին, որ այս դեպքը փորձել են հայրերը իրար մեջ հարցերը ծնողները փորձել են, այսպես ասած, բակային ձևաչափով հարցեր լուծեն։ Խնդիրը որն է։ Նման դեպքեր այս տարվա մեջ եղել են բռնության դեպքեր աչափահասների եւ հենց դպրոցի տարածքում։ Ավելի շատ այստեղ ինչի մասին ենք խոսում։ Նոր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ասուլիսներ եւ այդ հարցին նա անդրադարձավ, ասաց, որ ԿԳՄՍ նախարարին այդ հարցով անպայման պետք է դիմի, որտեղ այստեղ փաստորեն անչափահասների մասով այս գործը փորձել են կոծկել հենց ուսուցիչները, այսինքն կրթական համակարգը։ Բարոյական եւ իրավական կողմերը այս դեպքի փորձենք քննարկել։ Դպրոցը իր փաստորեն հեղինակությունը մանկավարժական կոլեկտիվը փորձել է կոծկել։ Այս ամենը կոծկելով մենք ուր ենք հասնելու, ընդ որում այդ տղաները հետագայում ծառայության են գնում, մենք ունենում ենք բանակի դեպքեր։ Այստեղ որն է դպրոցի մանկավարժական կոլեկտիվի թերացումն է այս ամենը, թե ծնողը։ Մի խոսքով դեպքի բարոյական եւ իրավական կողմերը մի փոքր քննարկենք այսօր։ Ուրեմն որպես նաև իրավագետ, ինչպես նաև միջազգային իրավունքը դասելով, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը լինելով ժողովրդավար երկիր, վերջի վերջո մենք առաջինը պետքա սկսենք մեզանից։ Առաջին հերթին պետքա տվյալ պարագայում դպրոց ծնող բարեհոգեբանական վիճակը բարձրացնել, հասցնել այնպիսի մակարդակի, սա գալիս է ԿԳՄՍ նախարարությունից, հոգեբաններից, պետք է դպրոցում լինեն հոգեբաններ, հոգեբանական դասընթացները այնքան ավելի շատ պետք է դասավանդեն, որպեսզի նմանատիպ դեպքերը հենց դպրոցում կանխվեն եւ թույլ չտան, որպեսզի դպրոց բուհական եւ ծառայության, բանակ գնալու ժամանակ, որպեսզի ոչ պատերազմական խաղաղ պայմաններում չլինեն այնպիսի դեպքեր, ինչպիսի դեպքեր 30 տարի շարունակ մենք ականատես ենք լինում խաղաղ պայմաններում, ինչպես է տեղի ունենում այնպիսի դեպքեր, որ զինվորը զինվորին է սպանում կամ չգիտեմ 3 համադասարանցիները մեկ տղայի այդ աստիճան այդ վիճակին են հասցնում։ Այստեղ փաստորեն այստեղ անելիք ունի թե ուսուցիչները, մանկավարժները, թե դպրոցի տնօրենը իշխանել իր դպրոցի հեղինակությունը, արժե համակարգը բարձր դասեն, պետքա ամեն ինչ անեն, որպեսզի նմանատիպ դեպքեր տեղի չունենան։ Այստեղ գալիս է թե դպրոցի ուսուցչից, եթե դպրոցի ուսուցիչը տեղում լիներ, բաստողի վիճակ չլիներ, միանշանակ նմանատիպ դեպքեր չէին լինի։ Ողջունելի է ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի այնպես ասուլիսը, որին որ ասել է պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարին հասկանալու բոլոր մանրամասները։ Ընդ որում ասում է, եթե դիմեին հաստատ ռեակցիա կլիներ, այսինքն անպատասխան չէր մնա այդ զանգը։ Այդ դիմելու զանգը անպատասխան չէր մնա։ Միանշանակ, որովհետև վերջիկա օրերին մոտ 1 շաբաթ առաջ երբ ակցիա ենք իրականացնում անհատ ձեռներեցների հետ կապված, մեկ զանգից մինչև անգամ ոստիկանության գվարդիայի աշխատակիցները ժամանեցին, ողջունելի է, որ կոշտ քննադատություններիցս հետո ոստիկանությունը, ՆԳՆ նախարարությունը սկսել է աշխատել։ Հիմա եթե ամփոփենք այս դպրոցի հետ կապված միջադեպը, սա այս տարի առաջինը չէ, մենք նման իրավիճակի եւս ունեցել ենք, այստեղ որտեղ է ավարտվում ծնողի պատասխանատվության սահմանը, որտեղ է սկսվում դպրոցինը, սա մեծ քննարկման թեմա է, բայց որ երկու կողմերն էլ թերացումներ ունեն, դրանում միանշանակ է։ Այն միջավայրը, որտեղ երեխաները կսովորեն եւ հարցերը կլուծեն ոչ թե ուժի միջոցով, այլ հարգանքով ու երկխոսությամբ, մենք կարող ենք իրականում հասնել հաշվի առնելով այն իրավիճակը, որ ունենք։ Մենք պետք է առաջին հերթին սկսենք մանկապատենական հասակից, այսինքն մանկապարտեզ, մանկապարտեզից օջախ, տուն, տնից դեպի դպրոց։
պետքա բոլոր կառույցները իրար հետ համագործակցելով ծնող, դպրոց, մանկավարժ եւ աշակերտ իրար հետ փոխհամագործակցությամբ պետքա այնպիսի բարեհոգեբանական իրավիճակ ստեղծել, որ ցանկացած աշակերտ, ցանկացած դպրոցում սովորող աշակերտ, եթե այցելում է դպրոց, դպրոցից երեխան պետքա դուրս գա կրթված, այլ ոչ թե անդաստիրա կամ մեկը մյուսին փորձեն ձեռքի ուժերով նմանատիպ դեպքեր կարծում եմ անընդունելի է, դատապարտելի է, վերջերս ԱՄՆ-ի փոխնախագահն այցելելով Հայաստան ասում է Հայաստանը շատ հին քրիստոնեական երկիր է, բայց մենք լինելով քրիստոնյա պետք է բարձր դասենք մեր քրիստոնեական եւ ամենակարևորագույնը բարեհոգեբանական արժեքները մեկս մյուսից նկատմամբ լինենք փոխզիջող։ Ամեն դեպքում կհետևենք, որտեղ անչափահասների դաստիարակությունը եւ նման դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են, քննադատաբար ենք մոտենում, փորձում ենք ինչ որտեղ այս հաղորդումների միջոցով ծնողներին հասցնել այն գաղափարը, որ երեխային ոչ թե պետք է դպրոց ուղարկել բռունցքներով հարցեր լուծելու տրամաբանությամբ, այսինքն կամ եթե պետք է դրանց մասին ծնողներին ասել, դա չի նշանակում դպրոցի եղելությունը տանել տուն ինչ որ մեկի դեմ խոսել։ Պետք է հասնել դրան, որտեվ սա իրոք սարսափելի վիճակ է, որտեվ այս տղաները մեծանում են եւ գնում են ծառայության, այս տղաները բակերում են կռիվներ սարքում, օրինակ դաժան ծեծի ենթարկված զինվորի հետ կապված վերջերս օրերս որ եղել էր։ Աչքը հեռացրեցին եւ ըստ տեղեկությունների կա նաեւ երկրորդ աչքը կորցնելու վտանգը, այնպես որ պետք է հետևենք, որտեղ սա կարևորագույն անվտանգային խնդիր է մեր հասարակության համար։ Տուժած երեխային շուտապույտ ապաքինում եմ ցանկանում, իսկ ծնողներին հորդորում եմ իրենց երեխաներին դպրոց ուղարկել այնտեղ ոչ թե բռունցքների միջոցով հաշվի հարդար տեսնելու մեկը հայը հայի հանդեպ, այլ լինել փոխզիջող եւ դպրոցում գնում են երեխաները կրթվելու եւ պետության ապագան կերտելու, քանի որ դպրոցից դուրս եկած ցանկացած երեխա մեր պետության դեմքն է, մեր բարձր ցուցանիշն է եւ մեր արժեքներն են, այլ ոչ թե այնտեղից պետք է դուրս գան իրար հաշվի հարդար տալու։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք աշխատավարձերին եւ թանկացումներին, ինչու ենք այս խնդրին անդրադառնում, որտեղ դուք շատ եք շփվում հասարակության հետ, այս խնդիրները բարձրացնում են նաեւ թեմաները ձեզ մոտ, լինում եք մարզերում, աշխատավարձերի փաստորեն այդ աճի մասին տեղեկատվությունը մնում է զուտ թղթերի վրա, երբեմն մնում է զարմացած, որ կառավարությունից խոսվում է, որ միջին աշխատավարձը 200,000 կամ ավել եւ այլն, բայց դրա կողքին մենք ունենք աղքատ բնակչություն, ունենք մարդիկ, որոնք գնողունակ չեն եւ քաղաքացին փաստորեն այդ աշխատավարձի բարձրացումը իր գրպանի վրա չի զգում, բայց տեսնում է թե գրպանը ինչպես է դատարկում շատ արագ խանութում կամ սպասարկման ինչ որ ոլորտում։ Սա ինչի մասին է խոսում, մենք ուր կարող ենք այս սրանով հասնել։ Նվազագույն արժանապատիվ կյանք է ուզում Հայաստանի քաղաքացին։ Մեր քաղաքական ուժը առաջարկում է ոչ թե պոպուլիզմ, այլ մենք առաջարկում ենք եվրոպական սոցիալական պետություն, այնպես է ստանդարտը, մեխանիզմը, աշխատող մարդը պետք է աղքատ չլինի, աշխատող մարդը եթե աշխատում է, պետք է արժանապատիվ աշխատանք ունենա, ու ամենակարևորը մենք ոչ թե առաջարկում ենք ուղղակի բառերով, այլ մեր քաղաքական ուժը առաջարկում է կյանքի արժանապատիվ մակարդակ European Social Pillar մոդելը, այսինքն հիմք ընդունելով European Commission Pillar մոդելը, մենք առաջարկում ենք նվազագույն աշխատավարձի ինդեքսացիա, որպեսզի ցանկացած աշխատող մարդ ստանա արժանապատիվ աշխատավարձ եւ կարողանա իր գոնե համապատասխանել մինիմալ նվազագույն կարիքները հոգա, իսկ մյուս դեպքում մենք առաջարկում ենք այնպես սուպերմարկետների եւ գնաճերի արհեստական գնաճի վերահսկում եվրոպական ստանդարտներին համապատասխան, որպեսզի ցանկացած սուպերմարկետում, ցանկացած մարկետում, ցանկացած վաճառակետում սոցիալական այն արհեստական բարձր
գնաճը կարողանա այնպես շուկայական վերահսկողությունը վերահսկի եւ չհասնի այնպիսի իրավիճակի, որպիսի ցանկացած մարդ աշխատավարձը ստանալու դեպքում ամսի 15-ին արդեն աշխատավարձ չունենա, որովհետեւ բազմաթիվ քաղաքացիների հետ շփվելուց մարդիկ ասում են աշխատում ենք, վճարում ենք, ապրում ենք վարձով, վճարում ենք բնակարանի վարձ, վճարում ենք կոմունալ ծախսեր եւ ամսվա կեսին արդեն չենք կարողանում համապատասխան մեր կարիքները հոգալ։ Առավել որ խմբերն են խոցելի այս գնաճի հետ կապված։ Դուք շփվում եք հասարակության հետ։ Միջին խումբը 18-ից 30 տարեկան այն երիտասարդները, որոնք որ այս բայդրությամբ այնպես զորացրվել են բանակից եւ վերադարձել են իրենց օջախ եւ այս բայդրությամբ սովորել են, բայց չունեն իրենց բարձրագույն կրթությամբ համապատասխան աշխատանք։ Պետք է եվրոպական կրկին, ինչու եմ նշում եվրոպական, մենք չենք ուզում ասենք Եվրոպա կամ ԱՄՆ։ Մենք առաջարկում ենք ԱՄՆ-ից զինվորական համապատասխան այն ստանդարտները, իսկ Եվրոպայից մտցնել եվրոպական այն ստանդարտները, որոնք որ թե պետության, թե տնտեսության, թե նաև աշխատանքի հետ կապված կբավարարի եւ կհասնի այն մոդելին եւ սանդղակին, որը կբարելավի ցանկացած աշխատավոր հասարակ եւ միջին աշխատողի աշխատավարձը, որովհետեւ կարողանա արժանապատիվ կյանք ունենալ։ Դրա հետ կապված փաստորեն խոսում ենք աշխատավարձերից, խոսում ենք երիտասարդների, ովքեր ծառայությունը վերջացնում են եւ գալիս են ուզում են աշխատանքի անցնել, այստեղ կա նաեւ աշխատանքի տեղավորման խնդիրը, աշխատանքի իրավունքի խնդիրը։ Պարոն Սարգսյան, դուք նշում եք նաեւ եւ ուզում եք այսօր խոսել երիտասարդների արտագաղթի մասին, կապված դրա հետ։ Արփինե Սարգսյանը մի քանի րոպե առաջ հենց իր ասուլիսի ժամանակ հիշատակեց, որ 2025 թվականը եղել է իրապես բացառիկ տարի, գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում։ Հիմա թվերն ուրիշ բան են ասում, դուք պնդում եք, որ երիտասարդները արտագաղթում են, որտեղ բազում սոցիալական հարցեր նրանց համար չի լուծվում։ Սահմանամերձ գյուղերում եւ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկում, տարբեր այն սահմանամերձ գյուղերում, որտեղ որ չկան աշխատատեղեր, մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Մենք այդ ոլորտի սահմանամերձ գյուղերի համար առաջարկում ենք այն մոդելը, սահմանամերձ գյուղերում, Սփյուռքում գտնվող մեր բարերարները 3 տարի պայմանական ժամկետով կամ փոքր միջին բիզնես հիմնեն, նրանց ազատելով հարկատեսակից, նրանք այնտեղ բիզնես ստեղծելով երիտասարդ սերունդը չի մեկնի Ռուսաստան, այնտեղ արտագնա աշխատելու, կոպիտ ասած խոպան, ինչպես որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է ասում, սահմանամերձ գյուղերում կզարգանա բիզնեսը, փոքր միջին բիզնեսին մենք զարկ կտանք եւ թույլ չենք տա, որպեսզի տվյալ պարագայում 18-ից 30 տարեկան երիտասարդները եւ տարբեր մարզերում, որտեղ որ գյուղացին եւ սահմանամերձ գյուղերում աշխատող մարդը միայն աշխատում է իր գյուղատնտեսությամբ, դեռ գյուղատնտեսության թեմային մենք կանդրադառնանք հաջորդ մեր զրույցին, տվյալ պարագայում այնտեղ արտադրամաս է ստեղծելով, մարդիկ չեն գնա արտագնա կոպիտ ասած։ Դուք մտածում եք, որ այդ ռեսուրսները եւ հնարավորությունները մենք ունենք, բայց իշխանությունները դրանով չի զբաղվում, չէ՞ որ իշխանությունն է սահմանամերձ շրջանների գյուղերի հետ կապված որոշակի ծրագրեր իրականացնում եւ փորձում է հենց իրենք են առաջարկում են այդ ծրագրերը, ճանապարհներ են սարքում դրանց համար։ Ինչն է խնդիրը, դպրոցներ են կառուցում, չի, այսինքն ձեզ չի այս ծրագրերը արդարացված չեն։ Տեսեք, դպրոցների կառուցման մասին, քանի որ խոսք գնաց Գեղարքունիքի մարզի Գոմաձոր գյուղում, 30 տարի առաջվանից գոյություն ունի մանկապարտեզ, գոյություն ունի այնտեղ մեծ ալրաղաց, բայց դա 30 տարվանից ավելի է նախկին իշխանության օրոքից մինչև այս իշխանություն։ Ես չեմ
ուզում միայն այդ դեպքի հետ կապված անդրադառնամ այս իշխանություններին, միայն մեղքը գցել նրանց վրա։ Ես անդրադառնում եմ նաև կոպիտ ասած նաև նախկին իշխանություններին, որ այնտեղ մենք ունենք, հա, դպրոց մանկապարտեզ, բայց չի գործում։ Ես խոստանում եմ նաև իմ Facebook-յան պաշտոնական էջում այս իրականացնելու ժամանակ կհրապարակեմ այդ դպրոցի եւ մանկապարտեզի հետ կապված անմխիթար խայտառակ վիճակը, որի հետ կապված ծրագրում չկա այդ դպրոցների եւ մանկապարտեզի վերանորոգման։ Անկեղծ ասած, այնպես է, այդ դպրոցի եւ մանկապարտեզի հետ կապված չեմ հետաքրքրվել, բայց այնտեղի նախկին գյուղապետ, համայնքապետի ներկայացվածով ես տեղեկացված եմ, որ այդ գյուղում արդեն 30 տարից ավել է այդ դպրոց մանկապարտեզը չի գործում։ Նույնն էլ նաև Ալրաղացը, որը որ տարբեր սեփականատեր էր, վաճառել են մեկը մյուսին նախկին իշխանության օրոք Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո երկրորդ նախագահի Քոչարյանի, Սերժի օրոք, եւ այդ Ալրաղացը եթե գործեր, տվյալ պարագայում այդ գյուղի բնակչությունը այդտեղ կաշխատեին հենց իրենց գյուղում, իրենց բնարանում։ Եթե սկսենք իրականացնել տարբեր այցեր, բազմաթիվ գյուղերում եւ տարբեր մարզերում կհայտնաբերենք նմանատիպ դպրոց մանկապարտեզներ եւ արտադրամասեր, որոնք որ 30 տարուց ավել մատնված են անմխիթար ու անգործության իրավիճակին։ Կհետևենք ամեն դեպքում այս ամանամերձ գյուղերի եւ ընդհանրապես գյուղերում իրավիճակին, որտեղ դիմաց արդեն ընտրություններն են, նախընտրական ծրագրերը կհետևենք, ամեն դեպքում քաղաքական ուժերը անդրադառնում են դրան եւ այսօր էլ արդեն քաղաքացիական պայմանագիրը առաջին փուլով հաստատում է իր ցուցակը, մի խոսքով թեժ է լինելու պայքարը եւ վստահ եմ, որ բոլորի նախընտրական ծրագրերում լինելու են այս կետերը, որի մասին մենք հիմա խոսում ենք։ Այո։ Պարոն Սարգսյան, դուրս գանք Կարճատև գովազդային դադարի եւ որից հետո անդրադառնանք արդեն բնակարանային ճգնաժամին, որին դուք անդրադառնում եք եւ որքանով հետեւել եմ ձեր սոցիալական ցանցերում, հենց գնում եք այն բնակարանները, որոնք արդեն քանդվելու եզրին են, դրանք թե սեփական տներ են, թե բնակելի տներ հենց շենքերում են։ Մի խոսքով հասկանանք, թե քաղաքում շենքերը շատանում են, բայց բնակիչները բողոքում են իրենց բնակարանային պայմաններից։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը։ Պարոն Սարգսյանը, անդրադառնանք բնակարանային ճգնաժամ եք դուք հայտարարում, ձեր ծրագրերում կա նման կետ, որ ունեք նաեւ այդ հաղթահարման հնարավորությունները։ Ինչու է բնակարային ճգնաժամ, երբ քաղաքում շենքերը գնալով ավելանում են, կառավարությունը երբեմն այսպես ասած հպարտանում է այն հիպոթեկային ծրագրերով, որով ձեռք են բերել երիտասարդ ընտանիքներ այդ բնակարանները բավականին թանկ եւ մինչեւ կյանքի վերջ պետք է որ այդ բնակարանների վարձերը վճարեն։ Ինչու է բնակարային ճգնաժամ, թեև դուք ձեր այցերը նկարահանում եք եւ ցույց եք տալիս, թե ինչ պայմաններում են ապրում մարդիկ, ովքեր չեն կարողանում հիպոթեկներով բնակարաններ ձեռք բերել կամ ընդհանրապես հույս էլ չունեն, որ կարող են գումար հավաքել եւ բնակարան ունենալ։ Առաջինը ցանկանում եմ սկսել օրերս մեկ շաբաթ առաջ այց իրականացրեցինք Մասիս քաղաք 44 օրյա պատերազմում պայմանագրային նախկին զինծառայողը, ով իր թևը կորցրել էր, նա ապրում էր վարձով, նա դեղորայքի եւ իր երեխաներին պահելու հանապազորյա հացը վաստակելու խնդիր ուներ, ինչպես նաեւ այնպես վարձով ապրելով արհեստական գնաճի հետ կապված նա չէր կարողանում բնակվել, նրա խնդրանքներ, որպեսզի դիմեինք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի փոքրիկ հողակտոր հատկացնեն, գոնե մի հատ տնակ դնեն, կարողանան գոյատևել։ Ոչ մի պետական ծրագրերում այդ ընտանիքը չկա, այսինքն մենք խոսում ենք իշխանությունների չարածները միշտ քննադատում ենք, խոսում ենք, ասում ենք, բայց այնպես չի, որ ոչինչ էլ չի արվում։ Արդյոք որևէ ծրագրի մեջ նրանք փորձել են ընդգրկվել, նրանց մերժել են, որն է խնդիրը, որ պետության կողմից անտեսվել է այդ ընտանիքը։ Ուրեմն Գարիկ Սահակյանը, ով 44 օրյա պատերազմի ժամանակ պայմանագրային զինծառայող է եղել երկար տարիներ ժամանակ, արդեն իսկ նախկին պայմանագրային զինծառայող է, դիմել է, բայց չի կարողացել օգտվել պետության համապատասխան ծրագրերից։ Մերժումը ինչ հիմքով է եղել, թե դիմումները տեղ չի հասել։ Դիմումները նախ տեղ չի հասել, երկրորդը տեղեկացրեց, որ դիմել է, բայց որևիցե արձագանք չի ստացել, երկրորդը նաև տեղեկացա, որ երկրորդ կարգի հաշմանդամ է եղել, երկրորդ կարգից զրկել էին երրորդ կարգ եւ դիմել է դատարան, արտադատական մակարդակով իր հաշմանդամության երկրորդ կարգը վերականգնել են եւ մեկնաբանել են, որ քանի որ դու անցել ես թոշակի, այդ իսկ պատճառով դու չես կարող օգտվել այսինչ ծրագրերից։ Այսինքն կան այնպիսի խոցելի խմբեր, որոնք որ այսօրվա դրությամբ ապրում են վարձով եւ մեր երկրում բնակարանային թե Երևան քաղաքում, թե մարզերում գները այնպիսի արհեստական գնաճ են, որոնք որ այսպես ասած կարելի է Երևանի ուրեմն բնակարանային վարձով գները համեմատել Լոս Անջելեսի գների հետ։ Օրինակ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում երբևիցե չի եղել մեկ սենյականոցը 200,000 դրամ։ Եթե մենք 200,000 դրամը հաշվում ենք, այնպես է Լոս Անջելեսում մեկ սենյականոց բնակարանը սկսում է $500, այսինքն համապատասխանում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի մեկ սենյականոց բնակարանի գնին։ Այսինքն մենք եթե տնտեսապես, էկոնոմիկայով, եթե մենք չենք զարգացրել մեր պետությունը այնքան,
որպիսի ցանկացած միջին եւ տարբեր խավի ներկայացուցիչներ այնպիսի համապատասխան աշխատավարձ ստանան, մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու այնպիսի արհեստական գնաճեր տեղի ունենան վարձով բնականների հետ կապված, որպիսի չկարողանա այն միջին եւ խոցելի խավը կարողանա վարձով ապրել։ Եվ երկրորդը ուզում եմ խոսել ամենակարևորի մասին, եվրոպական ստանդարտներին համապատասխան բնակարանային քաղաքականության եվրոպական սոցիալական բնական մոդելը, օրինակ Եվրոպան Invest Bank ֆինանսավորում է սոցիալական բնակարանաշինություն։ Մենք առաջարկում ենք այս մոդելը, որը որ 18-ից 30 տարեկան, ընտանիքներին տալիս է 0-ից 3% հիպոթեկով վարկեր եվրոպական ընտանիքի, իսկ ինչու մենք չենք դիմում սուբսիդավորման ծրագրով բերենք եւ այնպես անենք, որպեսզի 18-ից 30 տարեկան երիտասարդները, որոնք որ ընտանիք են կազմում, նրանք կարողանան 0-ից 3% դրույքով կարողանալ վարկ ձևակերպել եւ այնպես չստացվի, որ մինչեւ խոր ծերություն իրենց երեխա ունենան, երեխաներին ամուսնացնեն, տատիկ պապիկ դառնան, բայց դեռ այնպես է հիպոթեք են փակում։ Այսպես ասած մենք պետք է այնպիսի ծրագրեր մշակենք, որպիսի մեր ծնելիության մակարդակը բարձրանա 44 օրյա եւ հետ 44 օրյա պատերազմից հետո, այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որպիսի ցանկացած 18-ից 30 տարեկան երիտասարդները պետությունը չլքեն, այլ սովորեն, սովորելուց հետո պրակտիկա անցնելու, կրկին եվրոպական մոդելը վերցնելով 4 ամիս ժամանակ պրակտիկա անցնելու ժամանակ նաև այդ 4 ամսվա ընթացքում նրանք կարողանան աշխատավարձ ստանան, այլ ոչ թե 4 ամիս գնան պրակտիկայի եւ անվճար պրակտիկա անցնեն։ Իշխանությունները անընդհատ արձանագրում են իրենց հաջողությունները գրեթե բոլոր ոլորտներում եւ այդ տրամաբանությամբ էլ գնալու են ընտրությունների վստահ լինելով, որ իրենք են անցնելու։ Ես խոստանում եմ հաճախակի կանդրադառնամ բոլոր այն բացերին, բոլոր այն մինուսներին, հեռու չգնանք նաև ամենակարևորը 44 օրյա պատերազմի միակ մինուճար որդուն կորցրած միայնակ մայրը Տիկին Շուշանիկը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին դիմել էր մեզ։ Դիմել ենք վարչապետի աշխատակազմի բոլոր անձանց, մինչև անգամ Տիկին Նազը դիմել ենք նաև ձեզ, բայց մինչ առ այսօր, դեկտեմբերի 28-ից մինչ առ այսօր անցել է 2 ամիս արդեն եւ արձագանք չենք ստացել, այդ անմահացած հերոսի մայրը դիմել է ներողություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գաբրիելին, դիմել է տարբեր անձանց, դիմել է Տիգրան Ավինյանին, ուրեմն 50 տարուց ավել նա հողատարածք ունի, այդ հողատարածքը ուրեմն գտնվում է Բաբայան Հայկի նախկին դատավոր, որի որդին նաև Արսեն Բաբայանն է, եւ թե համացանցից եւ ճանաչելի է նրա անուն ազգանունը։ Նաև այնպես է նույն ծնողը դիմել է 2020 թվականից հետո, երբ Երևանի քաղաքապետներ Հայկ Մարությանին խոստացել է, որ կլուծի, բայց այդպես էլ չի լուծել։ Այսինքն բոլոր այն անձանց նկատի ունեք այդ դատավորի հետ կապված ինչու ասացիք, ինչու նշեցի, ասեցի, այդ հողատարածքի մեջ իրենց առանձնատան հատվածում տեղադրել են գազի համապատասխան փոքրիկ այնպես ջեռուսմող սարք այդ հողատարածքում եւ այնպես քաղաքապետարանը պատասխանել է, քանի որ այդտեղ անցնում է գազի խողովակ, չեն կարող թույլատրել սեփականաշնորհել։ Ներողություն, այսինքն այսօրվա դրությամբ 44 օրյա պատերազմում միակ մինուճար որդուն որդեկորուս մայրը իր միակ մինուճար որդուն կորցնի, փոքրիկ հողատարածքի վրա չկարողանա գոնե մի փոքրիկ տուն սարքի ապրի։ Գուցե անվտանգության տեսակետից իրոք հնարավոր չէ այստեղ պետությունը այլ լուծում պետք է առաջարկի, 50 տարուց ավել այդ հողատարածքը։ Իսկ գազի այդ խողովակը քանի տարի է որ կա այդ տարածքում։ Եթե չեմ սխալվում, Տիկին Շուշանիկը նշեց, որ այնպես է մոտ 7-8 տարի է։ Այսինքն արվել է, բայց դրա օրինականությունը դուք հետևել եք, տեսել եք, օրինական է ամեն ինչ արված։
անկեղծ ասած միայն ես տեսել եմ քաղաքապետարանի տված պատասխանը, որտեղ չկա Գազպրոմ Արմենիայի կամ որևիցե այլ կառույցի, այսպես ասած, մերժումը, միայն քաղաքապետարանը գրել եւ պատասխանել է, որ չի կարող այդ հողատարածքը սեփականաշնորհել։ Այդ հարցի հետ կապված Տիկին Շուշանիկը ոչ միայն դիմել էր մեզ, մինչ մեզ դիմել էր նաեւ թե վարչապետին, թե վարչապետի աշխատակազմին, նաև ԿՊԱ-ական падգամավորին, ինչպես որ արդեն նշեցի։ Պարոն Սարգսյան, նամակների հետ կապված մենք շատ բազում հաղորդումների ժամանակ ունենում ենք այդ դժգոհությունը, որ վարչապետին ուղղված նամակները, աշխատակազմին ուղղված նամակները տեղ չեն հասնում։ Դրանցից մեկը մենք երկուսս էլ տեղյակ ենք, մեր հաղորդման ժամանակ ենք խոսել, Ալին Աղաջանյանն էլ է եղել մեր հաղորդման ընթացքում, դիաբետիկով երեխաների ծնողներից է բողոքարկողը եւ մայրը չի լռում, պայքարը շարունակել է, երեխայի հաշմանդամության կարգը սահմանելու խնդիր ունի, այդ ոլորտում կան թերացումներ, նամակները եւ դիմումները տեղ չեն հասնելու, երկուշաբթի օրը մենք ունենանք Ալինայի հետ եւս մեկ հաղորդում, դուք եք այդ գործին տեղյակ։ Սա արդեն նամակների Ալինա մանրամասն ինձ էր նաև նամակները տեղ չհասնելու։ Ինչ աներ, որ այդ նամակները տեղ հասնեն, որտեվ ի վերջո վարչապետը այնպես չի, որ այդ նամակներին, այսինքն այն գրությունները կամ այն բողոքները երբեք թե իրեն են հասնում, որոշակի ձևով լուծումներ ստանում են։ Ուրեմն տեղեկացնեմ ամենակարևորի մասին։ Ուրեմն վարչապետի աշխատակազմի նամակների բաժնի պատասխանատու Հայկի հետ բազմիցս ցանկացել եմ խոսել, բայց չի հաջողվել, քանի որ աղջիկները խուսափել են եւ շատ կոշտ ոչ պարկեշտ պատասխան տալով ցանկացած մեր գրությանը, որը որ ուղված է եղել վարչապետին, տրվել է լղոզված պատասխան եւ այդ հարցերին չեն տրվել լուծում։ Եվ բոլոր այդ նամակները հավաքագրել եմ, գեղեցիկ ձևով պահել եմ եւ այնպես է ընտրության գնալուց առաջ մեր քաղաքական ուժը խոստանում են, որ այդ բոլոր նամակների լղոզված պատասխանները ուղարկելու ենք միջազգային բոլոր գործընկերներին իրազեկելու, տեղեկացնելու, որ այս իշխանության վարչապետի աշխատակազմի նամակների պատասխանատուները տալիս են նմանատիպ արձագանք եւ պատասխան։ Այսինքն այդ նամակների լղոզված պատասխանով ոչ թե մերժում են կամ նման պատասխան տալիս են հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահին, այլ մերժում են այն քաղաքացուն, որը որ տվյալ պարագայում հարկ է վճարում եւ նույն այդ վճարած հարկերով պետության ծառայողները ստանում են աշխատավարձ եւ պարգևավճար։ Եվ վերջին հարցս, ուզում եմ այս սոցիալական խնդիրների, իրավական խնդիրներից բացի, նաև լսել ձեր կարծիքը։ Հայաստանում փետրվարի 13-ից 14-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմանի կլոր սեղան, կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Հիմնական մասնակիցները այս անգամ Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով։ Արդյոք ադրբեջանցիների այս հասարակական գործիչների այցից կապես կառուցողական քայլ եք համարում խաղաղության համար, թե սա պարզապես ձևականություն է երկու կողմի ղեկավարների կողմից։ Ուրեմն պատասխանս այսպեսին կլինի։ Եկեք հիշենք 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ Արցախը ներկայիս հայտնվեց շրջափակման մեջ ճակերտավոր էկո ակտիվիստների կողմից, դրանից հետո նրանք ինչ արեցին։ Եկեք հիշենք 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ Սյունիքում, Ջերմուկում, Գեղարքունիքի մարզում իրականացված ագրեսիայի ժամանակ, թե ինչպես վերաբերվեցին մեր կանանց խոշտանգելով, կտանքների ենթարկելով եւ այդ հարցը այնպես է միջազգային կառույցների կողմից կոշտ արձագանք ստանալու դեպքում այս պայծրությամբ բոլոր այն օկուպանտները, որոնք որ օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ներկայիս ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, նրանք դուրս կգային այդ ժամանակ մեր ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունից։ Եվ եթե նրանք իրոք
անկեղծ խաղաղություն էին ուզում, նրանք առաջին հերթին 2025 թվականի օգոստոսին նախաստորագրված խաղաղության պայմանագրով պետք է ազատեին Հայաստանի Հանրապետության այն օկուպացված տարածքները, պետք է բոլոր գերիներին անհապաղ հետ վերադարձնեին եւ տվյալ պարագայում նոր կհամարեի, որ նրանք անկեղծ են։ Այսինքն նրանք հիմա պետք է գնան ջերմուկ եւ ջերմուկից ասեն դուրս եկեք, սա եք ուզում եք, սա ասեք։ Ոչ թե ես սա եմ ուզում ասեմ, արժանապատիվ խաղաղությունը, եթե նրանք ցանկանում են, առաջին հերթին պետքա դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունից։ Րոպե առաջ բոլոր գերիներին պետք է հետ վերադարձնեն Հայաստանի Հանրապետություն։ Ինձ համար ամենակարևորը, քանի որ խոսք գնաց բոլոր գերիների մասին, ես ուզում եմ հիշել նաև 2023 թվականի օգոստոսին, երբ մենք պայքարում էինք 3 արցախահայ ֆուտբոլիստների կյանքի եւ արժանապատվության, ռուսի թողտվության, ռուս խաղաղապահների թողտվության ժամանակ, երբ նրանց առևանգեցին, մենք այս պայծրությամբ չենք տեսնում այն քաղաքական ուժերին, որոնք որ կգնային ռուսի դեսպանատան դիմաց կպահանջեին, որպեսզի րոպե առաջ ազատեին։ Քանի որ հիշեցի այս դեպքը, հիշենք նաև Լևոն Հայրապետյանի մեծն բարերար, ով մեծ ներդրում է ունեցել թե Արցախի, թե հայ ժողովրդի համար, բայց նա նորից այնպես է քաղաքական լկրտումներից ելնելով, այնպես է կալանավորվեց նույն բանտում, որտեղ որ կալանավորվել էր մեծն Գարեգին Նժդեհը։ Այս թեման անցնելով ուզում եմ ամենակարևորը մեկ հայտարարություն անել ԿԳՄՍ նախահարության հետ կապված։ Ամփոփում ենք հաղորդումը։ Ես ցանկանում եմ կոչով եւ պահանջով դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 2022 թվականի սեպտեմբերին, երբ մայրենի լեզվի երկրորդ դասարանի դասագրքի վրայի մեր եռագույն դրոշը, որը որ մեզ համար վեհարժեք է, այրված էր, այդ ժամանակվանից ի վեր պահանջել եմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։ Իսկ այս դեպքերից հետո, երբ 13-ամյա երիտասարդին, իրենց թողտվության, իրենց բացերի, իրենց ոչ արժանապատիվ աշխատանք տանելու եւ այցեր, եթե նա իրականացներ տարբեր մարզերի դպրոցներ, շրջայցեր իրականացներ ողջ իր աշխատակազմով եւ վերահսկող մարմինների ներքո, նմանատիպ անչափահաս երեխաների վեճեր տեղի չէին ունենա։ Այսինքն ճիշտ աշխատանք կատարելու դեպքում միանշանակ նա շատ թույլ նախարար է, իմ պահանջս մեկն է, որպեսզի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այս դեպքից հետո րոպե առաջ հրաժարական տա։ Հետևենք զարգացումներին, հետևենք իրադարձություններին, պարոն Սարգսյան, հարկ լինելու դեպքում կհանդիպենք կրկին այս տաղավարում։ Խնդիրները շատ են, նախընտրական շրջան է, թեժ է եւ կփորձենք մեր տաղավարից խնդիրների մասին ավելի մանրամասն խոսել եւ ներկայացնել լուծումները։ Շնորհակալություն այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։